Իդեալ համակարգը եկամտահարկի վերադարձի օրենքի շահառուների միջև տեղաբաշխում է մինչև 2.5 միլիարդ դրամի վերանորոգման սերտիֆիկատներ։ 5000 ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամ արժողությամբ վերանորոգման սերտիֆիկատ, մոտենալով Իդեալ համակարգի ցանկացած խալոցրա։ Մեր եթերը շարունակվում է։ Ինձ մոտ գնալով մի տպավորություն է ստեղծվում, որ մենք 2025 թվականին ապրում ենք այն իրականության մեջ, որը շատ լավ եւ կարծում եմ փայլուն կերպով նկարագրել է Ջորջ Օրվելը իր հայտնի 1984 վեպում, երբ որ տեղի է ունենում մի բան, մի իրադարձություն եւ 2 օր հետո մամուլը կամ ինչ-որ քաղաքական գործիչներ այդ իրադարձությունը նկարագրում են եւ ներկայացնում են հասարակությանը լրիվ այլ համատեքստում, շուր տալով իրականությունը 180 աստիճանով, սևը ներկայացնելով սպիտակ, իսկ սպիտակը սև։ Թե ինչու մենք հիմա կզրուցենք եւ կփորձենք պատասխանել այդ հարցին Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին падգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աթանեսյան։ Բարև ձեզ։ Այս փոքրիկ հարցազրույցի առիթը հանդիսացավ ձեր գրառումը Facebook-յան ձեր հարթակում, որտեղ դուք նշեցիք, որ Արցախի ազգային ժողովի падգամավորներից մեկը հարցազրույց է տվել եւ նշել, որ Սամվել Շահրամանյանը ստորագրել է ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարելու, այլ բնակչության հավաքական եւ անվտանգ դուրս գալու մասին հրամանագիր։ Մենք բոլորս հիշում ենք եւ այդ հրամանագիրը եւ այդ տեքստը, որտեղ սևը սպիտակի վրա գրած էր հենց լուծարելու մասին։ Սա ինչ է նշանակում, ինչու է սա արվում, միգուցե դուք փորձեք մեզ բացատրել եւ կիսվեք ձեր կարծիքով։ Հա, անկեղծ ասած, ես նույնպես չեմ կարող բացատրել, թե դա ինչու է տեղի ունենում։ Ես տպավորություն ունեմ, որ Արցախի ազգային ժողովում նման անմեղսունակ падգամավոր չկա եւ դա ընդհանրապես այդ լրատվամիջոցի երևակայությունն է կամ այն հերինակի երևակայությունն է, որ ստորագրել է այդ նյութը։ Այլ մեկնաբանություն ես չեմ կարող տալ, եթե իհարկե գործ չունենք մի շատ վտանգավոր պրոցեսի հետ, որը միտված է 2023 թվականի սեպտեմբեր 19-ի 20-ի ահաբեկչական պատերազմը եւ էթնիկ զտումները արդարացնելու։ Ես չէի ցանկանա, որ մեր իրականության մեջ նման մոտեցում տեղ գտներ, բայց երկուսից մեկն է։ Կամ անմեղսունակ է ազգային ժողովի падգամավորը, կամ որոշակի շրջանակներ ուղղակի նպատակադրվել են հիմնավորել, որ 2023 թվականի սեպտեմբերի 24-25-ից մինչև հոկտեմբեր 3 տևած բնակչության արտագաղթը ամենևին էլ էթնիկ զտում չի եղել, այլ հանրապետության գործող նախագահի որոշումը։ Պարոն Աթանեսյան, իսկ այդ շրջանակներին փորձենք դնենք մի կողմ անմեղսունակության վարկածը, ձեր նշած, ինչի համար է դա պետք։ Նպատակը ո՞րն է այստեղ արդարացնել դա։ Կարծում եմ որևէ եզրակացություն կարելի է անել այդ նյութի վերջին նախադասությամբ, որը ասում է հայ ժողովուրդը պետք է ճանաչի Արցախը հանձնողին եւ համախմբվի նրան իշխանությունից հեռացնելու նպատակի շուրջ։ Այսինքն փորձելով արդարացնել Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահին սլակնել ուղում են Նիկոլ Փաշինյանի վրա։ Շատ լավ կլներ, եթե միայն ձեր ասած ենթատեքստը բխեր այդ նյութից։ Ես ասացի, որ տպավորությունը այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ մեկօրյա ահաբեկչական պատերազմը կանգ է առել, Ադրբեջանը չի ներկայացրել Արցախը հայ բնակչությունից դատարկելու պահանջ։ Որտեղ պարզ ասվում է, որ
մեկ այլ ելք չունեին, քան թողնել եւ հեռանալ, եւ նախագահը ստորագրել է բնակչության հավաքական դուրս գալու մասին հրամանագիր։ Դա ինչ է նշանակում։ Այսինքն նախագահը պետական հաստատություններին, ուժային կառույցներին, չգիտեմ, անվտանգության ծառայություններին իր հրամանագրով պարտավորեցրել է կազմակերպել բնակչության տեղահանում։ Եթե ասվել, որ Ադրբեջանը ներկայացրել է պահանջ, ստեղծված էքստրեմալ իրավիճակում դիմադրության ռեսուրսներ չեն եղել, խաղաղ բնակչության շրջանում, ասենք, զանգվածային սպանություններից, կորուստներից խուսափելու նպատակով քննարկվել եւ ընդունվել է նման որոշում, ինչ որտեղ կարելի է հասկանալ, բայց միանշանակորեն ասում է, որ հրամանագիրը ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման, այլ բնակչության հավաքական եւ անվտանգ դուրս գալու մասին է։ Ինչ նպատակով այդ դեպքում։ Եթե այդպես է, նպատակը ո՞րն է դուրս գալու։ 100,000-ից ավել մարդ են, չէ, հանել Ղարաբաղից։ Ինչի համար են հանել, եթե տենց է։ Գիտեք, այստեղ պետք է հիշենք նաև, որ 2023 թվականի հոկտեմբերի, ես ամսաթիվ չեմ հիշում, բայց ամիս հոկտեմբերն է, բռնատեղահանությունից երկու շաբաթ անց Արցախի ավելի քան 200 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ստորագրությամբ տարածվել է հայտարարություն, որ մենք մեր հայրենիքում գերության մեջ ապրելը ստորադասել ենք, հայրենիքից դուրս ազատ ապրելու մեր ցանկությանը եւ տեղափոխվել ենք Հայաստանի Հանրապետություն։ Այսինքն պաշտոնական բացատրությունը, մեկնաբանությունը այն է, որ Արցախի 105,000 այդ պայմանությամբ այնտեղ գտնվող բնակչությունից եւ ոչ մեկը չի ցանկացել ապրել Ադրբեջանի ենթակայության տակ եւ կազմակերպվել է բնակչության տարհանում։ Այսինքն սա այն նարատիվն է, ինչ որ ասում է Իլհամ Ալիևը։ Նա էլ ասում որ Ղարաբաղի հայ բնակչությունը գերադասել է ապրել իր պատմական հայրենիքում, քան ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն եւ որպես Ադրբեջանի քաղաքացի ապրել Ադրբեջանում։ Պարոն Աթանասյան, եւս մեկ ճշտող հարց, հաշվի առնենք նաեւ այդ լրատվամիջոցը, որը կատարել է այս երևի թե տեղեկատվական լցոնումը եւ հաշվի առնելով տերերը, ովքեր են այդ լրատվամիջոցի, այստեղ կա ներքաղաքական կոնյունկտուրա։ Ես նորից եմ փորձում վերադառնալ այդ թեմային, որովհետև այդ մարդկանց թիվ 1 նպատակը եւ թիվ 1 թիրախը դա իշխանափոխությունն է Հայաստանում, հաշվի առնելով, որ 26-ը մոտենում է եւ սարերի հետևում չէ։ Ես ասացի այդ հրապարակման բուն նպատակը վերջին նախադասությունն է, եթե կարդանք այնտեղ հստակ գրված է, որ հայ ժողովուրդը պետք է ճանաչի Արցախը հանձնողին եւ համախմբի նրան հեռացնելու նպատակի շուրջ։ Ավելին հնարավոր չէ կամ պատկերացնել կամ ենթադրել կամ նույնիսկ երևակայել, ինչ վերաբերում է 2026-ի մոտենալուն, ապա ես վախենամ, թե նման հրապարակումները եւ ընդհանրապես տեղի ունեցող արտարոց երևույթները այդ մեկ տարվա հեռավորության հետագծով են ծրագրվում կամ իրականացվում։ Շնորհակալություն, պարոն Աթանասյան։ Խնդրեմ։ Մեծ տեսակապով էր միացել Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանասյանը, իսկ մենք քիչ անց կշարունակենք մեր եթերը։